Լորի հեռուստաընկերության եթերում խոսում է համայնք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարև ձեզ։ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ մեր նկարահանող խումբը եղել է Լոռու մարզի տարբեր համայնքներում, զրուցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց ուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկները, որոնց մասին զրուցելու համար այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Միասնության թևեր կուսակցության ցուցակով առաջադրված падգամավորության տեխնացու Արմեն Եղիազարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Եղիազարյան, մարզային երիտասարդների հետ զրուցելիս, որքան էլ հետաքրքիր է, նրանց ուզող առաջնային հարցերից մեկը ազգային մշակույթի վիճակն է, դրա պահպանությունը եւ հանրահռչակումը։ Ձեր ծրագրերի մեջ ինչ տեղ է զբաղեցնում սա եւ առհասարակ ինչ եք պատրաստվում անել։ Մեր ծրագրերով առհասարակ ազգային մշակույթը առաջնային տեղերում է, եթե ոչ ամենաառաջին, քանի որ այս պահին մենք զգում ենք, որ ընդհանուր հանրապետությունում անկում կա այդ արժեքների պահպանման եւ մեր պատմական հիշողության հետ կապված ազգային բոլոր արժեքները մենք պետք է փիառենք եւ ամբողջ աշխարհին ի ցույց տանք, թե Հայաստանում ինչ արժեքներ կան եւ ինչ մշակույթ ունենք մենք։ Այս առումով մենք մեծ աշխատանք ենք պլանավորում, սա նաև փոխկապակցված է կրթության ոլորտի հետ, քանի որ երիտասարդությունը հենց կրթության միջոցով պետք է ճանաչի, տեսնի եւ փորձի դրան տալ շարունակականություն։ Ինչ մեխանիզմներ արտաքին քաղաքականության մեջ պիտի դա ընդգծվի, թե ներսում որոշակի մշակութային քաղաքականություն վարելով եւ նաեւ Սփյուռքի հետ կապված ինչպիսին պիտի քաղաքականությունը վարվի, որ նաեւ Սփյուռքի երիտասարդություն եւ նաեւ Սփյուռքում հայկական ազգային մշակույթի պահպանությունը եւ հանրահռչակումը։ Այս ամենը բոլորը միմյանց փոխկապակցված են։ Սփյուռքի հետ կապված պետք է լինի Սփյուռքի նախարարություն, որը հիմա կոմիտե եւ ինքը շատ վատ է աշխատում այս պահին։ Մենք պետք է այդ ամենը վերանայենք եւ Սփյուռքի հետ աշխատենք ավելի սերտ, ավելի ազգային արժեքներով եւ Սփյուռքին պետք է դիտենք ոչ թե Սփյուռքից ինչ որ մի բան պահանջով, այլ մենք էլ տանք Սփյուռքին ինչ որ բան, որովհետեւ մեր պատմությունը ցույց է տալի, որ Հայաստանը միշտ Սփյուռքից պահանջատեր է, այնինչ մենք պետք է Սփյուռքի հետ հավասար պայմաններով աշխատենք եւ Սփյուռքի հետ փորձենք համատեղ ջանքերով Սփյուռքին ներառելով ամբողջ գործառույթի մեջ փորձենք ամբողջ աշխարհին ցույց տանք, քանի որ Սփյուռքը դա եզակի հնարավորություն է, որը ունի Հայաստանը իրենց ջանքերով մենք գրեթե ներկայացված ենք աշխարհի բոլոր երկրներում մեր Սփյուռքի միջոցով եւ դա պետք է լծակներ օգտագործենք մեր մշակույթը, մեր արժեքները տարածելու ամբողջ աշխարհով ճանաչելով, դրա հետ պետք է զուգորդել զբոսաշրջության հարցերը, որովհետև դրանք բոլորը փոխկապակցված են եւ այս առումով, երբ որ մեր մշակութային արժեքները ամբողջ աշխարհով տարածվեն, դա նաեւ զբոսաշրջային ներհոսք կապահովի Հայաստան, ինչը նաեւ իր հերթին արդեն տնտեսական կայունության, տնտեսական զարգացման վրա դրական կերպով կազդի։ Այս ամենը փոխկապակցված է, այսինքն մենք ինչ որ մի ուղղությամբ չենք աշխատելու, բոլորը փոխկապակցված են եւ պետք է այս առումով համատեղ աշխատել։ Չեք կարծում, որ ազգային մշակույթի պահպանության եւ հատկապես հանրահռչակման համար ամուր հիմք է պետք, իսկ այդ ամուր հիմքը կրթությունն է։ Կրթության միջոցով ինչպես պիտի ֆիքսվի այդ ամեն ինչը, որպեսզի նաեւ այդ մշակութային ժառանգության կրողը լինի առաջին հերթին քաղաքացին, որը ձևավորվում է, ապա միայն մյուս բոլոր բաղադրիչները։ Առաջին հերթին մեր երիտասարդության համար պետք է ցանկալի լինի ազգայինը կրել։ Այսինքն մենք պետք է վերջ դնենք օտարամոլության։ Գլոբալիզացիայի արդյունքում մենք զգում ենք, որ երիտասարդությունը ձգտում է օտարամոլության։ Մենք տեսնում ենք, որ շատ են օգտագործում խոսակցականի մեջ անգլերեն բառեր, ինչ որ նոր բառեր հապավում են, որը կապ չունի մեր մշակույթից։ Մենք կտրվում ենք մեր բնական մշակույթից։ Իհարկե պետք է պրոգրեսը ապահովենք, բայց սրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ պետք է պահպանվի հայերենը, հայկական արժեքները, մշակույթը, կրոնը, եկեղեցին, այս սովորույթները պետք է պահպանվի եւ պետք է այդ ամբողջը փոխադարձ կապել եւ երիտասարդը պետք է մաս լինի այդ process-ին։ Այսօրվա երիտասարդությունը ցավոք ավելի նյութական արժեքներով է ապրում եւ պետք է մենք հետ գանք նրան, որ երիտասարդության համար մշակութային արժեքները լինեն կարեւոր։
Սա մեկ օրվա հարց չէ, սա պետք է տարիներ, ցավոք սրտի երկար ժամանակների արդյունքում է, որ մենք հասել ենք այսօրվան, եւ պետք է ինչ-որ մի պահից մենք որոշենք եւ սկսենք հակառակ ուղղությամբ աշխատել եւ հետ գնալ դեպի մշակութային արժեքների պահպանմանը։ Իսկ մարզերում մշակութային կյանքի առհասարակ գլոբալ առումով մշակութային կյանքի զարգացման համար ինչ քաղաքականություն է նախատեսվում։ Առաջին հերթին դա տարածքային համաչափ զարգացումն է։ Մենք տեսնում ենք, որ պետք է մարզերը, գյուղերը համաչափ զարգանան քաղաքների հետ։ Այս պահին ամբողջը կենտրոնում է Երևանում եւ մենք գիտենք, որ նույնիսկ փորձ է արվում ամբողջ բուհական համայնքը տեղափոխել մեկ կետ, որը կարծում ենք, որ սխալ է։ Պետք է մարզերը եւ գյուղերը ունենան կրթական միավորներ, պետք է գյուղի բնակիչը, քաղաքի բնակիչը, ոչ Երևանի, նկատի ունեմ, հնարավորություն ունենա տեղում մնալ, տեղում ապրել, տեղում կրթվել։ Այս առումով կան ռազմավարական ծրագրեր, որ մեր ծրագրում մշակված են, եւ այս ուղղությամբ մեր մոտ առաջնային են այդ խնդիրները։ Պետք է մենք մարզային կյանքը ակտիվացնենք։ Դրա հետ պետք է մենք նպաստենք, որ լինի մշակութային կյանք, կինոթատրոններ, ազգային խմբակներ, մշակութային տարբեր ծառայություններ, որոնք որ ցավոք սրտի, եթե Երևանը չհաշվենք, Վանաձոր, Գյումրի միգուցե ինչ-որ բաներ կան, բայց այլ քաղաքներում այս առումով սակավություն է։ Այս ամենը պետք է պետական մակարդակով լուծվի, այսինքն լուծումներ տրվեն պետական մակարդակով, ոչ թե թողնել ինքնահոսի։ Այ մարզերում երիտասարդին հատկապես ուսանողին ինքնադրսևորման եւ զբաղվածության խնդիրն է առաջնահերթ նաեւ հուզում։ Այս առումով խնդիր ունենք, բայց այդ խնդրի լուծման ուղիները որոնք պիտի լինեն, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի։ Խնդրի հիմնական լուծումը նրանում է, որ մարզում պետք է լինի ակտիվություն։ Այսօր երիտասարդն ինչու է ձգտում տեղափոխվել մարզից դեպի մայրաքաղաք, որովհետև մարզում չի տեսնում ապագա։ Երբ որ երիտասարդը մարզում տեսնի ապագա, ինքը մտածի, որ իր ապագան պետք է կապի գյուղի կամ քաղաքի հետ, ինքը իր մշակութային կյանքը կստեղծի քաղաքում։ Եվ երբ որ մարդկային առումով, քանակային առումով մարդկային հոսք լինի համայնքներում, այդտեղ արդեն նպատակ կլինի մշակութային կյանք ձևավորել։ Երբ որ քաղաքում կամ գյուղում ապրում են փոքր քանակի մարդիկ, այդտեղ մշակութային կյանքը դժվար է պատկերացնել, որովհետև սպառող չկա։ Մշակութային կյանքի համար էլ պետք է լինի սպառող, այդ սպառողը մարդն է։ Մենք պետք է փորձենք, որ համաչափ բաշխենք մեր մարդկային ռեսուրսները համայնքներով, մարզերով, դրա համար կան ծրագրեր։ Մենք նաև նախատեսում ենք, որ բազմազավակ ընտանիքներին ապագայում 4 երեխայի հետ կապված մարզերում կտրամադրենք բնակարաններ, դրանով իսկ փորձելով բեռնաթափել Երևանը եւ ավելացնել բնակչության քանակը մարզերում, գյուղերում եւ մյուս քաղաքներում։ Այս ամենը պետք է իրար հետ համակցվի եւ փորձենք տարիների ընթացքում, ես ասում եմ, սա մեկ օրվա հարց չէ, հասնենք նրան, որ մարզերը լինեն կայացած։ Այսօր այն ինչ մենք ունենք, մենք տեսնում նույնիսկ Վանաձորի մակարդակով, որ ինքը երրորդ քաղաքն է համարվում, ինքը գնալով նոսրանում է։ Նոսրանալու պատճառով շատ ծառայություններ արդեն ակտուալ չեն քաղաքներում իրականացնել։ Մարդիկ ձգտում են դեպի Երևան, քանի որ 1 միլիոնից ավել բնակչություն կենտրոնացել է Երևանում։ Այդտեղ բիզնես անել, ինչ-որ ծառայություն մատուցել, սպառում գտնել քու կատարածի արտադրանքի ավելի հեշտ է։ Այ հաջորդ հարցս հենց դրան էր վերաբերում, այն զրուցակիցներ, որոնց հետ զրուցել ենք մարզի տարբեր համայնքներում, հատկապես նրանք, ովքեր ունեն փոքրիկ բիզնես կամ փորձում են ինչ-որ արտադրությամբ զբաղվել, իրենց ավելի շատ հայկական արտադրանքի խնդիրն է հուզում, այսինքն հայկական արտադրանքը կարծում են, որ մրցունակ չէ այլ պետություններից ներկրված ապրանքի հետ, որքան էլ որակյալ լինի, որքան էլ մրցունակ լինի որակական առումով, սակայն արժեքի հետ կապված խնդիր ունեն եւ այլն, ինչը նրանց դուրս է մղում շուկայից։ Ինչ պետք է արվի այս ուղղությամբ, որպեսզի խնդիրը հարթվի եւ որ փոքրիկ բիզնեսը նաեւ ցանկություն ունենա եւ նաեւ հնարավորություն ունենա աճելու եւ ավելի ընդլայնվելու։ Տեսեք, մեր տնտեսական ծրագրում մենք հատուկ բաժին ունենք նվիրված հարավային բարեփոխումներին։
Հարկային ռեֆորմների առումով մենք նախատեսում ենք, որ միկրո եւ փոքր բիզնեսը հետզհետե պետք է բեռը թեթևացնենք հարկային եւ միգուցե նաեւ որոշ ոլորտներ ազատենք հարկային բեռից։ Ինչ ենք նախատեսում։ Սա կտա այնպիսի հնարավորություն, որ փոքր բիզնեսը կսկսի ազատ շնչել։ Օրինակ 25 թվականին տվյալներով բավականին մեծ քանակի ՓՄՁ-ներ փակվել են ամբողջ Հայաստանի մակարդակում, դա նախադեպ անկում է եղել, պատճառը մի քանիսն են, որից մեկը նաև հարկային 25 թվականի կատարված փոփոխություններ են, որի պատճառով բիզնեսը մեծ բեռ է կրում։ Մենք գալու ենք նրան, որ բացի փոքր ու միջին միկրո բեռի թեթևացումից մենք ստանանք մեկ ընդհանուր հարկատեսակ։ Դա փուլային կարգով է լինելու, դա պետք է լինի վաճառքից 5%։ Եվ նաև մենք ուզում ենք փուլային կարգով կրկնում եմ, վերացնել նաև ավելացված արժեքի հարկը, որովհետև ավելացված արժեքի հարկը մեծ մաս է կազմում ապրանքի արժեքի մեջ եւ դրանով իսկ մրցունակությունը գցում մեր տեղական արտադրանքի համար։ Այս մասով մենք եւս ունենք ռեֆորմային մշակումներ եւ պետք է հետզհետե մենք ավելացված արժեքից հրաժարվենք եւ պետք է լինի ընդհանուր մեկ հարկատեսակ, ինչը նաեւ կհեշտացնի փոքր միկրոբիզնեսին վարչարությունից։ Այսօր փոքր բիզնեսը ծանրաբեռնված ինքը մի կերպ աշխատում է եւ նաեւ այդ մի կերպ տարածքի վարձ, աշխատավարձ, տարբեր ծախսերի հետ միասին նաեւ հաշվապահական ծախսերն են ավելանում, այսինքն փոքր բիզնեսը չնչին աշխատանք անելով ստիպված է պահել հաշվապահ, որպեսզի հաշվապահական վարչարությունը իրականացվի։ Այս առումով, այսինքն, երբ որ լինի պարզ հարկատեսակ, միկրո եւ փոքր բիզնեսը ստիպված չի լինի հաշվապահական ծանրաբեռնվածություն ունենալ, այսինքն այդ վարչարությունը իրականացնել հաշվարկներ, ինքը ինքնուրույն կարող է շատ պարզ եղանակով ներկայացնել իր հաշվետվությունը եւ դրանովից նաեւ թե ծախսային առով, թե ժամանակի առով մենք թեթևացնում ենք նրանց բեռը։ Այս առումով բավականին մենք քննարկումներ ունեցել ենք, կան հաշվարկներ եւ լրիվ իրատեսական են։ Մենք ունենք լրիվ հաշվարկները տնտեսական ռեֆորմների հետ կապված եւ սրա արդյունքում բնակչությունը կունենա հնարավորություն ավելի մատչելի արտադրանք ստեղծել։ Այս առումով մենք նաև քննարկել ենք բիզնեսների հետ, մենք չենք նստել ինքնուրույն, ասենք, կաբինետում ինչ-որ օրենքներ մշակել, այս ամենը եղել է ուսումնասիրությունների արդյունքում։ Իսկ սոցիալական ձեռներեցության զարգացման հետ կապված որևէ քայլեր նախատեսվում է, քանի որ մենք զրուցել ենք նաև սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց հետ, ովքեր խնդիր ունեն, քանի որ հնարավորություն ունեն միայն դիմել փոքրիկ որոշակի դրամաշնորհների, դրանցով որոշակի ձեռքբերումներ ունենալ, այսպես ասեմ, հիմքեր իրենց համար ստեղծել, բայց դա խոշոր հաշվով խնդիր չի լուծում։ Սոցիալական ձեռնարկատիրությունը հատկապես երբ որ խոցելի խմբերին է աշխատանքի հնարավորություն ստեղծում, ինչպիսի առաջնահերթություն պիտի ունենալու են, թե ոչ այսպիսի ձեռնարկությունները, որպեսզի կարողանան ինչ-որ չափով իրենց առաջ մղել։ Իհարկե, այդ մասով կլինեն լուծումներ, պարզապես ես ուզում եմ ասել, որ տնտեսությունը ավելի շատ այլ զարգացում է պետք։ Այսինքն սոցիալական ձեռնարկատիրությունը դա սոցիալապես մի քիչ թիրախավորված խավի խնդիրների լուծումն է։ Դա պետք է տարանջատենք, չդիտարկենք այն նույն սեգմենտի հետ, որ տնտեսության իհարկե չենք դիտարկում այս սեգմենտի, ընդհանուր չենք դիտարկում, բայց նաև ունենք այս ճյուղը, որ եւ այս մարդիկ, ովքեր իրենց ձայնն են ուղղում ապագա խորհրդարան կամ ապագա որոշում կայացնողներին։ Տեսեք, եթե խոսքը գնում է դրամաշնորհներին, փորձը ցույց է տալի, որ դրամաշնորհները ինչ-որ օգնություն են, բայց դրամաշնորհը ինքը ինչ-որ ստիմուլ է, շանս է տալիս, բայց ինքը չի կարող լինել տնտեսության հիմքը, որովհետև դրամաշնորհները շատ դեպքերում իմ փորձից եմ ես ասում, որովհետև ժամանակին տարբեր նաև ԵՄ ծրագրերում եղել եմ, աշխատել եմ, եւ մենք յուղական համակներում տեսել ենք այն մարդիկ, ովքեր որ դրամաշնորհներով սկսել են բիզնես, դրամաշնորհների հաշվին աշխատել են, իրենք իրական բիզնես պլան չեն կարողանում կազմել, որովհետև այդ մարդը սովոր է, որ պիտի ինքը ծրագիր ներկայացնի, իրեն ֆինանսավորեն եւ ինքը ինչ որ բան արտադրի եւ վաճառի։ Երբ որ նրան ասում ես բիզնես պլան կազմի,
Ես իմ փորձից եմ ասում, ինքը չի կարողանում ինքնարժեք հաշվարկել, որովհետև ինքը սովոր է, որ պետք է ինքը ծրագիր գրի, իրեն ֆինանսավորեն, ինչ որ X տեղից, X դոնորից, ինքը ինչ որ արդյունք ստեղծի։ Դա այդ առումով ինքը տնտեսությանը վնաս է, այդ մարդկանց մենք ավելի շատ հակված ենք, որ տնտեսությունը պետք է բիզնեսը զարգանա, բիզնես մտածելակերպը պետք է զարգանա, մարդը պետք է հասկանա, որ պետք է ինքը արդյունք ստեղծի, ինքը պետք է զարգանա, դրա համար կան մեխանիզմներ, որոշ դեպքերում կարող է ինչ-որ դրամաշնորհային ստարտային ինչ-որ ստարտափերի մասով օգնենք, կամ նաև մատչելի վարկային ռեսուրսներ լինեն։ Որոշակիորեն պիլոտային ծրագրի նման մի բան է դրամաշնորհը, ինքը գլոբալ առումով խնդիր չի լուծում, բայց տարիս է չէ, հենց ստիմուլը նաև այն մեկնարկը, այն թիրախներն է մատնանշում, որ ուղղությամբ կարող է նաև պետությունը ուշադրություն դարձնել եւ վերցնել իր վրա։ Մեր պետության հիմնական խնդիրը նա է, տեսեք, որպեսզի պետությունը կարողանա աջակցության ծրագրեր իրականացնել, դա պետք է ռեսուրս գեներացնել, բյուջե պետք է հավաքվել։ Բյուջեն որտեղից է հավաքվելու։ Բիզնեսի, տնտեսության հարկային ռեսուրսներից, այսինքն պետք է տնտեսությունը աշխատի, գումար գեներացվի եւ այդ գումարներից ինչ որ մաս հանուն լինի այդ խոցելի խավի համար, ինչ որ ստարտափերի ծրագրերի մշակման համար։ Մեր մոտ տնտեսությունը ինչպիսին է։ Մեր մոտ տնտեսությունը Հայաստանում սպառող տնտեսությունը, մենք հիմնականում սպառող ենք։ Մենք պետք է մեր տնտեսությունը վերաիմաստավորենք, վերափոխենք դեպի արտադրող տնտեսություն, արտահանող տնտեսություն։ Այսինքն դրա վրա պետք է զարգ լինի գիտության, տեխնոլոգիաների, նոր մեթոդների, որովհետև այսօր ավելի շատ մեր տնտեսությունը սպառում է, այսինքն վերավաճառում է, սպառում են, քան արտադրում է եւ հավելյալ արդյունք է ստեղծում։ Մենք պետք է մեթոդը, տրամաբանությունը փոխենք։ Մինչև դա չփոխենք, հավելյալ արդյունք չի գեներացվելու մեր տնտեսությունում։ Եթե գյուղատնտեսությանը անդրադառնանք, տնտեսության մեջ, այսպես ասեմ, մարզերում կան տնտեսվարողներ, ովքեր զբաղվում են ջերմոցային տնտեսություններով։ Նրանք էլ որոշակի խնդիրներ ունեն արտադրական ծավալների ընդլայնման հետ կապված, նաև հնարավորություններ եւ համայնքային հողերի հետ կապված նաև խնդիր ունեն, որ այնպիսի քաղաքականություն կարողանա պետությունը մշակել, որպեսզի որոշակի հողեր, որոնք որոշակի արժեքի սանդղակի մտակ են գնում, կարողանան իրենց այնպես անել, որ այդ հողերը ավելի մատչելի լինեն իրենց համար եւ հնարավոր լինի այդ հողերից օգտվել եւ ջերմոցային տնտեսությունները զարգացնել եւ ընդլայնել, այսինքն հողերի քաղաքականություն, հողային արժեքի քաղաքականության վերանայում են նաեւ ակնկալում պետությունից։ Մենք գյուղատնտեսության հետ կապված մի քանի ծրագիր ունենք, դրանցից մեկը, որ մենք ուզում ենք հնարավորության դեպքում հենց սկզբից իրականացնենք, դա ոռոգման ջրի հարցն է։ Մենք կարծում ենք, որ ոռոգման ջուրը պետք է գյուղացին ստանա շատ չնչին արժեքով։ Մենք դրա հաշվարկներ ունենք, այս բանը ես մանրամասներ չեմ ներկայացնի, բայց չնչին են, այսինքն տարեկան կարող է մի քանի հազար դրամի մասին խոսք լինի ընդհանուր ոռոգման համար։ Պարզ է մենք պետք է հսկենք, որ այդ ոռոգման ջուրը իրականում օգտագործվի գյուղմթերքի արտադրության համար, բայց մենք պետք է նման հնարավորություն տանք գյուղացուն, որպեսզի ինքը զարգանա։ Հողերի հետ կապված մենք պետք է մեթոդներ մշակենք, որ փոքր կտոր հողերը մեծացնենք եւ ավելի ընդհանուր մեծ կտորի դեպքում, այսինքն հողամշակման տեսանկյունից, օրինակ Իսպանիայում շատ լավ մեթոդներ կան, երբ որ Իսպանիան շատ լուրջ գյուղատնտեսական զարգացած երկիր է, երբ որ կոոպերատիվների միջոցով, այսինքն հողերը համախմբում են եւ տեխնիկայի մշակման առումով գյուղացին ստիպված չի լինում իր մի փոքր կտոր հողի համար, ասենք տեխնիկա վարձել, մշակել, որովհետեւ մեծ միավորը մշակել ավելի մատչելի է լինում, քան թե այդ մեծ միավորը բաժանես 10 մասի եւ 10 անգամ առանձին մշակում անես։ Մենք այս մասով լուծումներ մշակել ենք եւ ունենք այս ռեֆորմները, որպեսզի գյուղացին կարողանա բարձր բերք ստանա։ Հաջորդ հարցը նաև մենք պետք է առերեսվենք այսօրվա իրականությանը, երբ որ գյուղմթերքը գյուղացին նույն ջերմոցներում արտադրում է եւ տարբեր խնդիրների արդյունքում չի կարողանում արտահանել։ Պարզ է, որ այն բերքը, որ այսօր որոշ բերքեր արտադրվում են, Հայաստանը իզորու չէ սպառելու բնակչության քանակով, դա պետք է արտահանվի։ Արտահանվելու համար պետք է մեխանիզմներ լինեն։ Այս առումով մենք ականատես եղանք, թե վերջին օրերին ինչ խնդիրներ առաջացան եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ստրեսային վիճակներ չստեղծվեն։
պետք է հասկանանք, թե մեր տարբեր շուկաների որոնումները եւ նաեւ շուկաների որոնումները պարզ է, որ մենք այսօր ինչ որ առումով կախվածությունը թույլատնելու համար մեծ կախվածություն ունենք, բայց պետք է հասկանանք, որ այլ շուկաներ մեզ համար այս պահին մի քիչ անհասանելի են, կա ստանդարտների խնդիր եւ այլն, եւ որևէ հապճեպ լուծում, որը կվնասի եղած հնարավորությանը, չպետք է իրականացնել, որ այսօրվա իրականությունը մենք չունենանք։ Ինչ պետք է արվի, այսինքն դու պետք է նախորոք դիվերսիֆիկացնես, գտնես այլընտրանքային ալտերնատիվ շուկաներ, փորձես այնտեղ որոշ ժամանակ տեսնես քո բերքը, քո արտադրանքը այնտեղ սպառվում է, նոր հետս հետը կարողանաս արտահանման ընդհանուր բեռը բաշխել բոլոր շուկաների վրա, ոչ թե այսօրվա պես, երբ որ մեր գյուղացիները ամբողջ տարին աշխատում են, բերքը ստանում են եւ այսօր փաստի առաջ են կանգնում եւ տեսնում են, որ շուկայում շատ բերքեր նույնիսկ կես գնով են վաճառվում, որը միգուցե նաեւ ինքնարժեքը չապահովի։ Իսկ կներեք, հաջորդը մենք գյուղատնտեսության հետ կապված որպես ռեֆորմային տարբերակ ծրագիր առաջարկում ենք, դա այն է, որ այսօր հողագործը, գյուղացին, որը ամբողջ կյանք աշխատում է որպես գյուղատնտես, ինքը աշխատանքային ստաժ չի ստանում։ Մենք պետք է սա վերանայենք եւ առաջարկում ենք, որ առաջիկայում այն գյուղացիները, որոնք տարիներ շարունակ աշխատել են, բարիք են ստեղծել գյուղում, բնամթերքի տեսքով, իրենց համար նույնպես պետք է հաշվարկվի աշխատանքային ստաժ, քանի որ իրենք աշխատում են երկրի համար, իրենք սնում են երկիրը, մենք որ խանութներից գնում ենք, նույն Երևանում մայրաքաղաքի բնակչությունը, երբ որ գնում է գեղեցիկ մրգեր, բանջարեղեններ, թեկուզ մսամթերքը, այս ամենը գյուղացին է անում եւ այն գյուղացին, որը որ ՍՊ-ում կազմակերպություն չի աշխատում, այնինքն դաշտում է աշխատում, իր համար նույնպես պետք է մենք ունենանք աշխատանքային ստաժ, քանի որ ինքը աշխատում է այս երկրի համար։ Մենք նման նոր ռեֆորմ ենք մտածել եւ կարծում եմ սա նաեւ գյուղատնտեսության ոլորտում կխթանի մարդկանց զբաղվել հողագործությամբ եւ գյուղացին չի մտածի, որ երբ որ ինքը 30 տարի աշխատի դաշտում բարիք ստեղծի, վերջում չի մնա իր մինիմալ կենսաթոշակը, այսինքն ստաժ կհաշվարկվի։ Մեր ծրագրերում նաեւ այս դրույթը ունենք մենք։ Գյուղատնտեսության մեկ այլ ճյուղի անդրադառնանք, անասնապահության հետ կապված պետության դերը որը պիտի լինի, ինչ անելիք ունի պետությունը այս առումով։ Պետությունը նախ պետք է աջակցի գյուղացուն, Այսպես ասեմ, մեր զրույցների ընթացքում մարդիկ հիմնականում բողոքում են կաթի էժանգներից, բողոքում են հիմնական մսամթերքի մթերման հետ կապված խնդիրներից, տարբեր նմանատիպ խնդիրներ, որոնք որ հիմնականում թվում է թե փոքր, բայց գլոբալ առումով շատ մեծ խնդիր են սպանդանոցների հետ, մենք իմացանք, որ սպանդանոցների ծրագիրը պրավալ գնաց, ինքը չարդարացեց եւ այդ առումով շատ մեծ խնդիրներ առաջացան եւ մարդիկ ստիպված են տասնյակ կիլոմետրներ անասուններին տեղափոխել, որպեսզի այնտեղ մորթ իրականացվի։ Այս առումով պետք է ամեն ինչ վերանայել։ Գյուղատնտեսության ոլորտը գրեթե անտերության է մատնված։ Սա նաև գալիս է նրանից, երբ որ մենք չունենք գյուղնախարարություն։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է առանձին աշխատի էկոնոմիկայի նախարարություն։ Գյուղատնտեսությունը մի առանձին մեծ սեգմենտ է, որը պետք է առանձին համակարգվի եւ խնդիրները առանձին լուծեն։ Երբ որ լինի առանձին խումբ եւ չլինի փոքր 1-2 անձի հետ կապված, կլինեն նաեւ ծրագրերը։ Մենք պետք է Ինչպես պիտի իրականացվի գյուղատնտեսական ռիսկերի կառավարումը կամ առհասարակ ապահովագրական համակարգերի։ Ապահովագրական համակարգերի ես ուզում եի գամ դրան, ապահովագրական համակարգերի հետ կապված շատ են քննարկում, որ գյուղատնտեսության ոլորտը ապահովագրված չէ։ Միջազգային փորձում կան նման լուծումներ եւ մենք փորձենք միջազգային փորձը բերել Հայաստան։ Այսինքն նոր հեծանիվ պետք չի հորինել այս ոլորտում, մենք պետք է կանխատեսենք եւ գյուղացին պետք է հասկանա, երբ որ ինքը արտադրում է, նաեւ պետք է պետությունը, տնտեսությունը պետք է լինի պատվիրատու գյուղացուի համար, որ գյուղացին չպետք է որոշի, որ ինքը 10 հեկտար ցորեն է արտադրում կամ, չգիտեմ, կարտոֆիլ է ցանում, ինքը հետո որտեղ պետք է դա վաճառվի։ Այսինքն զարգացած ճիշտ աշխատող պետություններում պետք է
գյուղացին հստակ պատկերացնի, երբ որ ինքը արտադրեց, որտեղ պետք է դա սպասի, այսինքն արդյոք պետությունը պետք է գնի իրենից, իսկ պետությունը ինչի արդյունքում պետք է գնի, պետությունը պետք է նաև ունենա պայմանագրեր արտերկրի արտահանման հետ կապված։ Ասենք, այսօր երևի թե միայն խաղողն է, որ գյուղացին որոշակի կանխատեսում ունի, խաղողը գինեգործների եւ կոնյակի գործարանների վրա վաճառելու առումով, մնացած առումով համակարգված չէ շուկան, այսինքն գյուղացին չգիտի այսօր 10 ֆուր ապրանք կարտահանի դեպի Մոսկվա օրինակ կամ այլ ուղղությամբ, թե չի արտահանի, այսինքն կախված է արտահանողից, այսինքն պետությունը այսօր պետք է հստակ դեր ստանձնի շուկան կազմակերպելու գյուղացու համար, գյուղացին պետք է մտածի միայն իր բերքը ստեղծելով, ոչ թե վաճառելով, վաճառքով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Երևի թե մեր նշած բոլոր ոլորտներում այսպես թե այնպես գալիս ենք եւ նորից անդրադառնում ենք, հանգում ենք կրթության, այսպես ասեմ, գյուղ ոլորտի մասնագետների կոմպետենտ կադրերի պատրաստման խնդիր այսօր մեր երկիրը չունի, որքան գիտեմ, բավականին խնդիր ունենք մենք, հմուտ մասնագետների պակաս ունենք։ Այսօր մենք կրթության ոլորտում նաեւ ունենք ռեֆորմային լուծումներ, ծրագրեր եւ մենք սկսենք դպրոցից։ Մենք կարծում ենք, որ դպրոցը նախ պետք է կրթության ոլորտը մենք 12 տարին իջեցնենք 11 տարի, որ ավելորդ է 12-րդ տարին աշակերտները չկորցնեն, որտեղ 11 տարում լիարժեք մեր հաշվարկներով աշակերտները կարող են ստանալ ամբողջ կրթական ծրագիրը։ Ասեմ, որ ինքը Բոլոնյան ծրագրին չի խոչընդոտում 11 տարին ստանդարտի մեջ է։ Մենք նաև առաջարկում ենք, որ ավագ դպրոցներում վերջի շրջանում աշակերտները պետք է որոշեն բացի իրենց կրթությունը ինչ հավելյալ մասնագիտություն պետք է ձեռք բերեն։ Դա կլինի, չգիտեմ, 5 ամսով, 6 ամսով, այսինքն դա կլինի խառատ, վարսավիր, չգիտեմ, կար անող, ինչ որ զոդող, քարտաշ, այսինքն մենք ուզում ենք զուգահեռ կրթությանը մենք տանք երեխաներին նաև որոշակի մասնագիտություն, որ այն երեխան, որը որ չի որոշում կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինքը կյանք մտնելով ունենա որոշակի հմտություն հացի փող աշխատելու համար։ Այսինքն պարտադիր չլինի քոլեջներ, այսպես ասեմ, նախկին ուսումնարանները ընդունվելը, այլ չէ, ուսումնարաններում ինքը կարող է ավելի խորացնել իր հմտությունները, բայց բազային մակարդակով ամեն երեխա պետք է դպրոցում լինի տարբերակներ, ինքը զուգահեռ իր 11-ամյա կրթության վերջ տարին ստանա որոշակի հմտություններ, որը հետագա կյանք մտնելուն ցանկացած պահի ինքը կարող է օգտագործել, այսպես ասած, իր հացի փողը աշխատելու համար, այսինքն ինքը չի մնա ինչ-որ անելանելի վիճակում։ Տարբերակները շատ են, թե ինչ ոլորտների մասնագետներ կլինեն։ Մենք պետք է արհեստագործական միությունները զարգ տանք։ Այս առումով մեր մոտ անկում է եւ մենք գիտենք, որ շատ մասնագիտություններում մեր մասնագետները բավականին բարձր տարիք ունեն ու ինչ որ ժամանակ հետո մենք ոլորտներ կլինեն, որ մասնագետներ չենք ունենա։ Այս առումով պետությունը պետք է պատվիրատու լինի կրթական համակարգին, թե ինչ մասնագետներ են պետք։ Մեր մոտ այսօր մեծ հոս կա արտագնա աշխատողների, բանվորների, չգիտեմ, շինարարություններում աշխատողների, այս մասով մենք պետք է աշխատենք եւ փորձենք այն երեխաներին, որոնք ուզում են իրենց կրթությունը շարունակել եւ նաեւ գովազդել, որ դա ամոթ չէ։ Այսպիսի մի բան կա, շատ մարդիկ այսօր այն աշխատանքը, որը Հայաստանում առկա է, չեն իրականացնում եւ գնում են արտերկիր, այսպես ասած խոպան, այնտեղ իրականացնում են այն աշխատանքը, նույն աշխատանքը, որը Հայաստանում չեն անում, որտեղ այստեղ միգուցե ինչ որ ամոթի զգացում կա։ Մենք պետք է ցույց տանք, որ այն փողոցում աշխատող բարդուր շարող մարդը կամ պատ շարող մարդը, որտեղ մենք ապրում ենք, ինքը բարիք է ստեղծում, ինքը պետք է գնահատվի։ Այս առումով մենք բավականին մեծ աշխատանք ունենք անելու եւ հաջորդը կրթական ոլորտից, քանի որ խոսքը գնաց, մյուս ռեֆորմի մասին եմ ուզում ասեմ, որ պետք է բարձրագույն կրթությունը մեր մոտ լինի անվճար։ Մենք ունենք հաշվարկներ, որ իսկ պետությունը ի վիճակի է պահելու այդքան բուհերը։ Այո, ի վիճակի է եւ մենք ունենք հաշվարկներ, որ որոշ հավելյալ ծախսեր
եթե կրճատվեն, որոնք վերջին տարիներին են ավելացել, հատկապես պարգևավճարները չի ուզում նշեմ, բայց ասեմ, այդ կրճատումները, երբ որ մենք հաշվում ենք, իրենք բավարար են այդ process-ը իրականացնելու։ Դրա համար նաև կան տարբեր ֆոնդեր, որոնք կարող են ֆինանսավորել։ Եվ միջազգային փորձն ենք ուզում այստեղ կիրառել, երբ որ ուսանողը ընդունվելով բու, իրեն կրթության ծախսը ապահովում է ինչ-որ ֆոնդ, բալ դեպքում X ֆոնդը։ Ինքը կրթությունից հետո, այսինքն այդ 5 տարին, եթե մագիստրատուրա է նաև 7 տարին սովորելուց հետո, հենց ընդունվում է աշխատանքի, ինքը սկսում է արդեն հետ վճարել իր աշխատավարձից այդ իր վրա ծախսված ուսման ծախսը։ Սրանով ինչ խնդիր ենք մենք լուծում։ Սրանով լուծում ենք հավասարության պայմանը, որ բոլորը հավասար են։ Այսօր շատ ծնողներ, շատ շնորհալի երեխաներ ուզում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններին, բայց վճարի պատճառով չեն կարողանում։ Ծնողները վատ դրության մեջ են ընկնում, այսինքն վարկերի տակ են մտնում, շատ դեպքերում նաև չեն կարողանում եւ իրենք ընդհանրապես իրենց զարգացումը կասեցնում են։ Մենք հնարավորություն ենք տալի, որ ցանկացած երեխա կարող է ընդունվել Հայաստանում բու, ստանալ բարձրագույն մասնագիտական կրթություն եւ դրանից հետո անցնելով աշխատանքի իր աշխատավարձից արդեն իրեն վրա ծախսված գումարները հետ վճարել պետությանը կամ տվյալ ֆոնդին։ Այս մեթոդը աշխարհում կիրառվում է եւ մենք կարծում ենք, որ սա հավասարության առումով մեծ հնարավորություն կտա մեր բնակչության երիտասարդությանը հավելյալ շանս տալ իրենք ստանալ լուրջ մասնագիտություն։ Խնդրում եմ մի փոքր հաղորդումը մոտենում է ավարտին, Հայ Կիրճ հնարավորինս պատասխանեք, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, ներառական կրթության արդյունավետության բարձրացման հետ կապված որոշակի քայլեր նախատեսվում են թե ոչ։ Բավականին փոփոխություններ կան այս վերջին տարիներին, բայց ի վերջո խնդիրներ են։ Մեր ծրագիրը շատ ծավալուն է, կրթական մասով մեր մասնագետները մշակել են, այդ առումը նաև ներառված է, ունենք լուծումներ եւ զարգացման տարբերակներ, բայց քանի որ ես այդ ոլորտի մասնագետ չեմ, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ նուրբ հարցին պատասխանել, բայց ասում եմ, այդ հարցը նույնպես մշակված է եւ ներառված է մեր ծրագրային դրույթներում։ Եվ մի վերջին հարց, համայնքների քաղաքապաշտպանության եւ արտակարգ իրավիճակների համակարգի զարգացումը, ամրացումը առաջնորդում ինչպես պիտի իրականացվի։ Անցում կատարեցինք միանգամից ոլորտից ոլորտ, Առաջին հերթին գալիս են կրթությանը։ Քաղաքացիներին հուզող հարցերից է նաեւ սա։ Առաջին հերթին հասնում են կրթությանը։ Պետք է մարդը կրթված լինի եւ որպեսզի գիտակցի թե իրեն ինչ պաշտպանություն եւ որ իրավիճակում ինչ պետք է լինի։ Մենք ոնց պատտվում ենք, շրջում ենք, գալիս ենք հասնում ենք կրթությանը։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքում, ես Վանաձորի օրինակով ասեմ, քաղաքապաշտպանության հետ կապված մենք պետք է վերանայենք, որտեղ ոչ վաղ անցյալում մենք պատերազմական վիճակում էինք եւ չի բացառվում, որ աշխարհը այսօր շատ խառն է եւ անկանխատեսելի զարգացումներ, հատկապես մեր տարածաշրջանում, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք պետք է վերանայենք մեր բակերի վիճակները, շենքերի վիճակները, նկուղների վիճակները։ Նախկինում մենք ունեցել ենք գազապաստարաններ, ռմբապաստարաններ, որոնք հիմա շատ անբարենպաստ, աղբով լցված վիճակներում են։ Դրանք պետք է վերանայվեն, սակվեն։ Շատ տարածքներ ժամանակին վաճառվել են, այդտեղ արդեն չգիտեմ ինչ լուծում պետք է լինի, որտեղ այդ անակնկալները հայտ եկան տարիներ առաջ, երբ որ դրա կարիք ունեին։ Այստեղ կարող է լինել պետության կողմից տվյալ տարածքները գերակաշահ ճանաչելու եւ հետ գնելու ինչ որ տարբերակներ։ Չգիտեմ, շատ բարդ իրավիճակ է։ Ավտոտնակների բակերում մուտք ու ելքերի, նույնիսկ շատ դեպքերում, ասենք մի հատ նեղ մուտք է մնացել բակ ու հրդեհի կամ այլ վիճակներում կարող է մեծ խնդիր լինել։ Այս ամենը պետքա նայենք, շատ ծանր վիճակ է այս առումով, ոչ միայն կրթական, մարդկային, այլ նաև այն ինչ որ մենք տարիների ընթացքում ունեցել ենք։ Այս հարցերը մեկ օրվա լուծելու չեն, բայց ինչ որ պահից պետք է մենք սկսենք լուծել սրա հետ առերեսվել, չնայած առերեսվել ենք, խոսում ենք, բայց լուծումներ չկան։ Այսօր նույն տեմպով շարունակվում են օտարվել նկուղներ եւ այս առումով մենք շատ
հարցեր ունենք, որ պետք է լուծենք եւ առերեսվենք դրա հետ։ Կար բան, որ չհարցրեցի, բայց կուզեի կանրադառնալ։ Հարցերը շատ կան, իսում է ընդհանուր ամփոփեցինք ամեն ինչ։ Շնորհակալ եմ արդյունավետ զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում խոսում է համայնք հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Կհանդիպենք։